Արմավիրում շինարարական եռուզեռը չի դադարում, քաղաքի տարբեր հատվածներում միաժամանակ իրականացվում են փողոցների հիմնանորոգման, ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ։ Ասֆալտապատում իրականացնող ընկերության մասնագետները ստուգում են խառնուրդի տաքությունն ու անցնում գործի։ Հիմնանորոգվում է Արմավիր քաղաքի Հունան Ավետիսյան փողոցը։ Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը բաց չի թողնում համայնքում ընթացող ոչ մի շինարարական աշխատանք։ Գործընթացին տեղում է հետևում։ Իրականում այս փողոցը բացի փողոցի բնակիչների համար, քաղաքի մյուս բնակիչների համար մոռացված փողոց էր եւ այսօր արդեն կարող ենք ուրախությամբ նշել, որ Հունան Ավետիսյան փողոցը սկզբից մինչև վերջ, այսինքն 2 կիլոմետր հիմնանորոգվում է եւ պետք է նաեւ նշել, որ վերջին 30 տարվա ընթացքում սա միանգամից հիմնանորոգվող ամենաերկար փողոցն է Արմավիր քաղաքի համար։ Տիկին Օվսաննան 40 տարի ապրում է այս փողոցում, դժգոհում է փոշին մի կողմից, անձրևներից հետո էլ գոյացած ջրափոսերը մյուս կողմից։ Իրենց փողոց մտնող ճանապարհը երբևէ լավ վիճակում չի գտնվել։ Պատուհանները չեն կարողացել բացենք։ Ահա որ փոշի, նույնիսկ տները չեն երևացել այդ ժամանակ։ Շատ շնորհակալ ենք մենք այս մաքրության համար։ Դա մեր քաղաքի պատիվն էլ է։ Ժամանակին անանցանելի թվացող ճանապարհն այսօր այլ տեսք է ստանում, մաքուր ու հարթ փողոց ունենալն այլևս իրականություն է։ Հիմա բոլորս ուրախ ենք, ողջունում ենք, ամբողջ թաղով, մենք զրուցում ենք, իրancs հետ կիսում ենք, մի խոսքով գոհ ենք այս լավ նախաձեռնության համար, ինչը կատարում է այս փողոցում։ 271 միլիոն դրամ արժողությամբ ծրագիրն իրականացվում է կառավարություն համայնք համաֆինանսավորմամբ։ Աշխատանքները մեկնարկել ենք մոտավորապես հուլիսի վերջին 20-ից հետո։ Մեր նախնական փուլում հողային աշխատանքներ են կատարվել, 35 սանտիմետր մոտ գրունտը հեռացվել է, այնուհետև ավազակոպչային շերտ, C5 խճավազային շերտ, դրանից հետո հիմա տեղադրում ենք նախնական ներքին շերտը ասֆալտի։ Այս տարի վերին շերտը չենք տեղադրի, կմնա մյուս տարի, էլի եղանակների հետ կապված, հենց եղանակը թույլ տվեց վերին շերտն էլ կտեղադրենք։ Մինչ հիմնական ասֆալտապատման աշխատանքներին անցնելը փոխվել են փողոցի ջրագծերը։ Ամռան ամիսներին այստեղ ավարտեցինք ջրագծերի փոփոխման աշխատանքները, որպեսզի ասֆալտաշերտի տեղադրումից հետո, այսինքն վթարներ չլինեն եւ ասֆալտաշերտը քանդելու կարիք չառաջանա, բայց ոչ միայն դա էր հիմնական պատճառը, այստեղ ջրագծերը շատ վատ վիճակում էին գտնվում եւ որոշեցինք, որ ամբողջովին պետքա ջրագծերը փոխարինենք եւ նոր անցնենք բուն ասֆալտապատման պրոցեսին, իսկ ինչ վերաբերվում է ասֆալտապատման եւ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, ուզում եմ նշել, որ մասնակի եզրաքարերի փոփոխման եւ վերականգնման աշխատանքներ են իրականացվել, որից հետո արդեն անցել ենք բուն ասֆալտապատման պրոցեսին։ Հունան Ավետիսյան փողոցում մայթերի հիմնանորոգման աշխատանքներ նախատեսված չեն, բայց համայնքի ղեկավարը չի բացառում, որ անհրաժեշտության դեպքում որոշ հատվածներում աշխատանքներ կկատարվեն։ Հիմա շինարարական աշխատանքը ընթանում է Հունան Ավետիսյան փողոցում, Սայաթ Նովա փողոցում, Բաղրամյան 19, 21, 23 բազմաբնակարան բնակելի շենքերի հատվածում, ինչպես նաև Մաշտոցի 3A բազմաբնակարան բնակելի բակային հատվածում։ Արմավիր համայնքում 2026 թվականին նախատեսվող ճանապարհաշինական ծրագրերում ներառված են կարևորագույն փողոցներ ոչ միայն քաղաքային, այլև գյուղական բնակավայրերում։ Բազմաբնակարան շենքերի բակային հատվածների հիմնանորոգման համար նույնպես լայնածավալ աշխատանքներ են պլանավորվում։ Հասմիկ Վահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։